Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը Ադրբեջանում պահվող 23 գերիներին վերջին անգամ պաշտոնական տվյալներով տեսակցել է 2025-ի հունիսին։ Դրանից հետո այցեր չեն լինի այն պարզ պատճառով, որ Ադրբեջանի տարածքում նրանց աշխատանքը տեղի իշխանությունների որոշմամբ կասեցվում է։ Ադրբեջանում պահվող հայ գերիների ամբողջական մեկուսացումը կանխելու համար այս պահին կա մեկ մեխանիզմ՝ հյուպատոսական այցելություններ կազմակերպելու հնարավորություն։ Բայց քանի որ չկան հայ-ադրբեջանական դիվանագիտական հարաբերություններ, այդ իրավունքը Հայաստանը կարող է փոխադարձ համաձայնությամբ պատվիրակել Ադրբեջանում հավատարմագրված երրորդ չեզոք երկրի։ Մասնագետներն ասում են, գուցե տարօրինակ հնչի, բայց Հայաստանին անհրաժեշտ է, որ Բաքվում հայ գերիների դատավարությունները, որոնց օրինականությունը հարցականի տակ են դնում միջազգային կառույցներն ու գործիչները, ավարտին հասցվեն։ Գերիների ազատարձակումը պետության պատասխանատվություն է և անհարկի ձգձգումը միջազգային պատերազմական հանցագործություն է։ Բացի այն, որ Բաքվի դատավարություններն այլ նպատակներ ունեն, դրանք քողարկում են հենց այդ հանցագործությունը իրավական կեղծ հիմքեր ստեղծելով։ Մի բան երաշխավորված է, որ այդ դատական ակտի չկատարումը հանգեցնելու է հավելյալ քաղաքական ճնշումների, այսինքն թեման մնալու է բաց, ինչը դառնալու է նաև տարաբնույթ ատյանների, մասնավորապես Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի քննարկման առարկա, եւ այն անկախված է մնալու այնքան ժամանակ եւ քննարկվելու այնքան ժամանակ, քանի դեռ իր իրավական լուծումը չի ստացել։ Արցախցիների միջազգային իրավունքներից ամենածանրակշիռը թերևս վերադարձի իրավունքն է։ Միջազգային արդարադատության ճանապարհը երկար է, բայց այն կարող է ապահովել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների, ներառյալ վերադարձի պաշտպանությունը։ Բնակարանը ունի անձեռնմխելիություն, այն ինքնուրույն հոդված է, կոնվենցիայի 8-րդ հոդվածով նախատեսված, անձը այդ բնակարան վերադառնալու եւ իր մասնավոր կյանքը բնակարանում կազմակերպելու հնարավորություն պետք է ունենա, եւ եթե դուք թողել եք այդ վայրը, ապա այս վայրին հասանելիություն ունենալը եւս պաշտպանվում է։ Չափազանց կարևոր եւ նաեւ զգայական հոգեվոր տար պարունակող հարց է նաեւ գերեզմաններին վերադառնալը, շիրիմներին այցելելու հնարավորություն պետք է տրվի եւ քանի դեռ այս հնարավորությունը ապահովված չէ, պետությունը ոչ իրավաչափ կերպով միջամտում է մասնավոր ընտանեկան կյանքի անձեռնմխելիությանը։ Եվ իհարկե կա սեփականության իրավունքի կոնտեքստը, կորցված գույքի փոխհատուցում, ոչնչացված գույքի փոխհատուցում, ոչնչացված գույքերի պարագայում թերևս հնարավոր է հասնել դրա դրամական փոխհատուցմանը, բայց եթե գույքը ֆիզիկապես գոյություն ունի, ապա առաջնահերթությունը տրվում է հենց այդ գույքին հասանելիության ապահովմանը։ Միջազգային իրավունքի մասնագետները հստակորեն պատկերացնում են այդ ուղին եւ մատնանշում տարբեր մեխանիզմներ, ընդ որում անկախ պետական քաղաքականությունից։ Մասնագետների առաջարկած ուղին չի ենթադրում խախտված իրավունքի անհապաղ վերականգնում, վերադարձ եւ փոխհատուցում։ Միջազգային իրավական պաշտպանության ամենակարևոր նպատակը խախտման արձանագրումն է, ինչը կարող է օգտագործվել թե անհատապես, թե որպես համայնք։ Դա կարող է հետագայում կիրառել նաեւ պետությունը իր բանակցություններում միջազգային հարաբերությունների մեջ։ Վերադարձի իրավունքը երաշխավորվում է քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 12-րդ հոդվածի 4-րդ կետով, իսկ այնտեղ սահմանված է, որ մեջբերում ոչ ոք չի կարող քմահաճ ձևով զրկվել իր սեփական երկիր մուտք գործելու իրավունքից։ Վերադարձի իրավունքը երաշխավորվում է յուրաքանչյուր անձի համար, ինչը նշանակում է, որ էական չէ անձի քաղաքացիությունը, էական չէ անձի փախստականի կարգավիճակ ունենալ կամ չունենալու հանգամանքը, էական չէ անձի անձամբ բռնի տեղահանված լինելու հանգամանքը։ Պետք է արձանագրել, որ բռնի տեղահանումը ինքը իր բնույթով մշտական բնույթ է կրում, քանի դեռ բնակչությունը, տեղահանված բնակչությունը չի վերադարձել ապահով եւ արժանապատիվ պայմաններով իր սեփական երկիր։ Ինչը սա նշանակում, որ նույնիսկ այն երեխաները, ձեր սերունդները, ովքեր ծնվում են տեղահանությունից դուրս, այսինքն Արցախից դուրս տարածքում, իրենք եւս պահպանում են Արցախ վերադառնալու իրավունքը։ Լեռնային Ղարաբաղի դեպքում վերադարձի իրավունքն ավելի իրատեսորեն դիտարկելու համար անհրաժեշտ է հասկանալ, թե վերադարձ ուր եւ ինչ միավորի։
2023 թվականի նոյեմբերին Արդարադատության միջազգային դատարանի որոշմամբ ամրագրվել է, որ Ադրբեջանն ունի պարտավորություն ապահովելու արցախցիների վերադարձի իրավունքը։ Դրանում նշվում է Լեռնային Ղարաբաղ ձևակերպումը։ Արդյոք հիմա կա Լեռնային Ղարաբաղ միավոր թե ոչ, եւ արդյոք արցախցիներն ունեն սեփական երկիր, ուր կարող են վերադառնալ։ Սա հարց է, որը առաջնային է, երբ բարձրացնում եք վերադարձի իրավունքի վերաբերյալ։ Քանի որ այս պահին Լեռնային Ղարաբաղի միավոր որպես այդպիսին չկա, եւ վերադարձը, եթե տարածքային առումով օրինակ վերցնենք, չգիտեմ, ամենախոշոր քաղաքը Ստեփանակերտի բնակիչը որոշի վերադառնալ իր սեփական երկիր, ինքը չունի այն միավորը, որին կարող է վերադառնալ։ Նույնիսկ եթե թեորապես որևէ անձ որոշի գնալ եւ ապրի Ստեփանակերտում, դա չի լինի իր համար վերադարձի իրավունքի իրացում, որովհետեւ իր սեփական երկիրը գոյություն չունի։ Հետևաբար, երբ մենք խոսում ենք վերադարձի իրավունքից, մենք անխուսափելիորեն պետք է խոսենք նաև ինքնորոշման իրավունքից կամ այն քաղաքական կարգավիճակից, որին ուզում ենք վերադառնալ։ Պետական քայլերից զատ կա Հաագայի միջազգային քրեական դատարան հասնելու այլընտրանքային ուղի։ Դա անձերի եւ հասարակական կազմակերպությունների կողմից միջազգային քրեական դատարանի դատախազին տեղեկություն տրամադրելն է։ Եթե այդ տեղեկության ուսումնասիրությամբ հիմնավորվի հանցագործությունը, ապա դատախազն ունի հայեցողություն նախաձեռնելու հետաքննություն։ Սա նույնպես երկար եւ բարդ ճանապարհ է, քանի որ այս պարագայում հաշվի են առնվում բազմաթիվ գործոններ, այդ թվում աշխարհաքաղաքական, ֆինանսական ռեսուրսների բավարարության։ Բայց ամեն դեպքում ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի տարբեր անկյուններում սկսել են խոսել վերադարձի իրավունքի մասին, քանի որ դա արդի խնդիր է դարձել միլիոնավոր մարդկանց համար, իսկ որոշումները կարող են նախադեպային դառնալ լոկալ խնդիրների լուծման դեպքում։ Լենա Բադեյան, Գագիկ Սիմոնյան, Ռադիոլուր։